Կոնջորյան, համեցեք պարոն Կոնջորյան։ Ազգային ժողովի հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, այս տարի օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վաշինգտոնում Սպիտակ տանը նախաստորագրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը, ստորագրվեց խաղաղության հռչակագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև և ըստ էության Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն և քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը գտնում է, որ ազգային ժողովը պետք է պաշտոնապես արձանագրի այս փաստը և հայտարարության ընդունմամբ աջակցի Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը և կոչ անի բոլոր շահագրգիռ կողմերին ամրապնդելու և զարգացնելու հաստատված խաղաղությունը և ահա այս փաստի բերումով մենք առաջարկել ենք հրավիրել ազգային ժողովի նիստ և ընդունել այս հայտարարությունը և թույլ տվեք միանգամից սկսել կարդալ հայտարարությունը։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը պաշտպանելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, գիտակցելով միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, միջազգայինորեն ճանաչված սահմանների անխախտելիության, քաղաքական անկախության ճանաչման հիման վրա բոլոր հարևանների հետ խաղաղ համակեցության նշանակությունը տարածաշրջանի տնտեսական բարգավաճման և առաջընթացի համար, ընդգծելով խաղաղության հաստատման կարևորությունը Հայաստանի Հանրապետության զարգացման և հարատևության համար, հենվելով անցյալի հակամարտությանը վերջ դնելու և ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության գիտակցության վրա, աջակցություն է հայտնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի համատեղ հռչակագրին։ Ողջունում է 2025 թվականի օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը և ստորագրմանն ուղղված ջանքերը։ Կարևորում է ձեռք բերված համաձայնությունը առ այն, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաղորդակցությունների բացումը տեղի կունենա պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչնդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային և ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։ Առանցքային է համարում, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ Հայաստանի Հանրապետության տարածքում Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման (TRIP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Քաջալերում է անցյալի հակամարտությամբ չկանխորոշված Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու 2025 թվականի օգոստոսի 8-ի հռչակագրով Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած գործընթացը։ Վերահաստատում է, որ մարդկային անասենի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար ստեղծվել են բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ, հիմնված միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա։ Երախտագիտություն է հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում իր անուրանալի ներդրման համար։ Ընդգծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է բացում տնտեսական բարգավաճման և առաջընթացի համար, որ խաղաղության ինստիտուցիոնալ կայացումը բխում է Հայաստանի Հանրապետության կենսական շահերից և որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել հաստատված խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ։ Եվ ամփոփելով կոչ է անում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հանրային, քաղաքական, փորձագիտական, գիտական, մշակութային շրջանակներին ձեռնպահ մնալ կոնֆլիկտը խորհրդանշող
եւ կամ այն վերաձևակերպելուն կամ բորբոքելուն ուղղված խոսույթներից եւ գործողություններից հաստատված խաղաղության հարատեվությունն ու հուսալիությունը հանուն հարավային Կովկասի բարգավաճման երաշխավորելու համար։ Շնորհակալություն, եթե լինեն հարցեր, ես սիրով կպատասխանեմ։ Ժամանակը ավարտվեց, դրա համար չեմ կարող շարունակել։ Եղամ Նազարյան, համեցեք։ Ես հայտարարության հետ կապված ունեմ առաջարկներ, բայց առաջարկները իհարկե կներկայացնեմ մինչև երկրորդ ընթերցում, ուղղակի մի հարց, Մի քիչ բարձր, պարոն Նազարյան։ Ուրեմն ունեմ առաջարկներ հայտարարության հետ կապված, բայց առաջարկների մասին կամ ելույթով կասեմ, կամ գրավոր կներկայացնեմ։ Ուղղակի ուզում եմ մի հարց տալ ձեզ, որովհետև քիչ առաջ Հայաստան խմբակցությունը հայտարարություն է տարածել, նշելով, որ այս հայտարարությունը չի ապահովում հայ ժողովրդի կենսագործունեության նվազագույն պահանջները, ոչ թե հայտարարությունը, այլ Վաշինգտոնյան նվազագույնը ինչ է ներողություն։ Կենսագործունեության նվազագույն պահանջները եւ բացի այդ, սա հերթական նվաստացուցիչ հայտարարությունն է, որը նոր սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։ Ես ուզում եմ, որ դուք հիմնավորեք, թե ինչու է հակառակը եւ հետարքիր է դուք Վաշինգտոնյան համաձայնագրերում ինչ նվաստացուցիչ կետեր եք տեսնում կամ ձեր կարծիքով որն է այդ նվաստացուցիչ կետերը, որից մենք փորձենք դուրս գալ։ Շնորհակալություն, պարոն Նազարյան, հայ ժողովրդի, առաջին հերթին Հայաստանի ժողովրդի, ինչպես իրենք են նշում, կենսագործունեության, խաղաղ գոյության, բարգավաճման ամենագլխավոր նախապայմանը խաղաղությունն է, որը հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդին ապրելու սեփական հայրենիքում, արարելու սեփական հայրենիքում, զերծ լինելու կոնֆլիկտից, կոնֆլիկտի վախից, անընդհատ ապրելու պատերազմի վախի պայմանների մեջ, հնարավորություն ունենալու տնտեսական զարգացման, հնարավորություն ունենալու բաց սահմաններով հարևանների հետ խաղաղ գոյակցության, հնարավորություն ունենալով ճամփորդելու, հնարավորություն ունենալով բացելու խաղաղ ուրեմն համակեցության դարաշրջան Հայաստանի ժողովրդի եւ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար։ Սա Հայաստանի Հանրապետության ժողովրդի գլխավոր շահն է։ Խաղաղությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ Հայաստանի պետության գլխավոր շահն է։ Այդ թե ինչու խաղաղությունը, այդ գլխավոր շահը չի համընկնում Հայաստան դաշինքի եւ խորհրդարանական ընդդիմության շահի հետ։ Այդ դա բոլորովին այլ հարց է, որի մասին խոսել ենք եւ ելի կխոսենք, իմ ժամանակը պարզապես ավարտվեց, եթե դուք արձագանք եք։ Արձագանք։ Պարզապես սա տեսպես մակերեսային հարց չի, սա շատ խորքային հարց է, որովհետեւ մենք իրոք ունենք մարդիկ, հայրենակիցներ, որոնք ասեմ զոհ գնալով կամ կուլ գնալով քարոզչությանը իրոք հավատում են եւ եթե մի հայ էլ հավատում է, որ այս ամեն ինչը Հայաստանը թուրքացնելու համար է, Հայաստանը չլինելու համար է, ապա մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է այնպես բացատրել եւ այնպես անել, որ այդ մեկ մարդն էլ չդառնա քարոզչության զոհ։ Հիմա այս պնդումը, որ այս հայտարարությունը ոչ միայն առնչություն չունի իրական խաղաղության հետ, որն այդքան անհրաժեշտ է մեր երկրին, այն չի համապատասխանում իրավական, քաղաքական եւ Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգ կենսագործունեության էլի նվազագույն պահանջներին։ Հիմա ես խնդրում եմ դուք հիմնավորեք, թե այս հայտարարությունը իրավական առումով հակաիրավական է, թե իրավական։ Նկատի ունեք ազգային ժողովի հայտարարությունը։ Ազգային ժողովի հայտարարությունը ամբողջությամբ իրավական է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի չափանիշներին համապատասխան։ Սա մեկ։ Երկրորդը, ես բերեմ խաղաղության գլխավոր փաստարկը։ Հայաստանի Հանրապետությունում Հայաստան-Ադրբեջան սահմանին վերջին 1 տարի 7 ամսվա ընթացքում ոչ մի զինվոր չի զոհվել կրակոցից։
1 տարի 7 ամսվա ընթացքում ոչ մի զինվոր չի զոհվել կրակոցից։ Սա խաղաղության ամենամեծ կռվանն է։ Ես կարող եմ այստեղ վերջակետ դնել ու այլ ոչ մի հիմնավորում չասել։ Եթե որևէ մեկի համար այն փաստը, որ 1 տարի 7 ամիս որևէ զինվոր մարտական պայմաններում չի զոհվել, դա հակառակորդի կրակոցից, եւ դա նրանք չեն համարում խաղաղություն, ուրեմն պետք է ընդհանրապես մտածել, այս մարդկանց իրական շահը ո՞րն է, այսինքն այդ մարդկանց իրական շահը այն պիտի լիներ, որ զինվորներ զոհվեին, որպեսզի կարողանային զինվորների զոհվելը, որպեսզի կոնֆլիկտը կարողանային օգտագործել Հայաստանի Հանրապետությունը բանի տակ պահելու, այդ թոկը վզին պահած պահելու տրամաբանությունը շարունակել։ Ես ասում եմ, խաղաղության ամենագլխավոր կռվանն ու փաստարկը սա է, վերջին 1 տարի 7 ամսում ոչ մի զինվոր չի զոհվել կրակոցից, վերջ, այստեղ կարելի է վերջակետ դնել։ Եվ մեր խնդիրն է նա, որ այդ 1 տարի 7 ամիսը դարձնել 17 տարի, 50 տարի, 100 տարի։ Հովիկ Աղազարյան, համեցեք։ Շնորհակալություն, պարոն Կոնջարյան, երկու հարց ունեմ։